Ողջույն ձեզ։ Հերոստատիտողը հարցնում է, թե ինչու Քրիստոս իբրև աշակերտներ եւ առաքյալներ ընտրեց հասարակ, պարզ մարդկանց ձկնորսներին, ինչպիսին էին իր առաքյալները։ Արդյոք չկային մարդիկ ավելի գրագետ, ավելի բանիմաց, մանավանդ Սուրբ գրքին գիտակ, որոնք ավելի հեշտությամբ կհասկանային Քրիստոսի բերած փրկության խորհուրդը եւ կարեւորությունը։ Իհարկե կային մարդիկ, մանավանդ հրեական իրականության մեջ օրենքի ուսուցիչներ, օրենսգետներ, փարիսեցիներ, որոնք շատ լավ տիրապետում էին եւ օրենքներին աստվածային, տիրապետում էին ավանդույթներին, շատ լավ գիտեին Սուրբ Գիրքը, ծիսարարողական կյանքը եւ շատ լավ ծանոթ էին Աստծո կամքին։ Բայց ի տարբերություն այս ամենի Քրիստոս, ինչպես որ ավետարանն է վկայում, ընտրեց հասարակ մարդկանց, պարզ ձկնորսների, որոնք շատ դեպքերում հասարակ, կարիքավոր, աղքատ մարդիկ էին։ Ոչ միայն նրա համար Քրիստոս սա արեց, որ ցույց տար, որ ինքը կողմնակից է աղքատության, այսինքն նպատակը սա չէր, կամ Քրիստոս չարեց սա նրա համար, որ ցույց տա, որ պարզապես հասարակ մարդիկ, պարզ մարդիկ էլ կարևոր են։ Իհարկե սա անպայման ընդգծվում եւ այս խորհուրդը հստակորեն կա, բայց առաջին հերթին եւ ամենակարևոր պայմանը, որ կուզեմ մենք ընդգծենք եւ իբրև այս հարցի պատասխան, որպեսզի մենք ունենանք, ես կուզեմ փորձենք հասկանալ, թե ովքեր էին առհասարակ այս մարդիկ, ոչ թե առաքյալների անունները վերհիշենք, այլ փորձենք հասկանալ, թե ինչպիսին է պարզ հասարակ մարդը, գյուղացին, որ հողագործությամբ է զբաղվում։ Առաքյալների դեպքում, քանի որ նրանցից մեծ մասը ձկնորսներ էին, ձկնորսները, որոնք իրենց արդար ազնիվ աշխատանքով էին ապրում, իրենց արդար քրտինքով վաստակում իրենց օրվա հացը։ Հիմա տեսեք, եթե մարդը տվյալ դեպքում այս ձկնորսները եւ պարզ հասարակ աշխատավոր մարդը, երբ որ տվյալ դեպքում մարդը արդար վաստակով է ապրում, աշխատում, տքնում եւ վաստակում, այս դեպքում մարդու կամքը ավելի ամուր եւ զորավոր է լինում։ Երբ որ մարդը պարզ աշխատող գյուղացին կամ ձկնորսը սպասում է համբերատարորեն իր աշխատանքի արդյունքին, ինչպես ասենք ձկնորսը ցանցն է նետում լճի մեջ եւ համբերատար սպասում է, որ երբ պիտի ձուկը այդ ցանցի մեջ հայտնվի, կամ գյուղացին, երբ որ սերմանում է, սպասում է, թե երբ պիտի պտուղը քաղի, պտուղը հասնի եւ քաղի, չէ՞ որ դա միանգամից չի լինում, պետք է որ մարդը սպասի։ Այս սպասումը պտուղ ունենալու, արդյունք ունենալու ծնում է նաեւ համբերություն։ Եվ մյուս կարևոր բանը կախվածությունը տարերային ուժերից, եղանակից, չէ որ միշտ չէ, որ մեր սերմանածը պտղաբեր է լինում, արդյունք է ունենում, որովհետև հաճախ կարող է լինի երաշտ, հաճախ կարող են լինել տարբեր խոչընդոտներ եղանակային, տարերային առումով եւ մեր արդյունքը ավելի պակաս լինի, քան մենք սպասում կամ ակնկալում էինք։ Այսինքն կախվածությունը եղանակից, տարերային ուժերից, սա ավելի ծնում է խոնարհություն։ Մարդը երբ որ հասկանում է, որ ինչ որ բանի վրա պիտի հույս դնի, միայն իր բասկի ուժի, խելքի, տաղանդի վրա չէ, որ պիտի հույսը դնի, այլ կա նաեւ Աստված, ում օրհնությամբ կարող է իր արտը ավելի պտղաբեր լինել, իր բերքը ավելի առատ լինի։ Հետևաբար կամքը շատ կարևոր պայման էր, մյուս կարևոր պայմանը համբերությունն էր եւ խոնարհությունը։ Սրանք ամենակարևոր արժեքներից մեկն էին, որոնք պետք է առաքյալներին օգնեին հետագայում իրականություն դարձնելու իրենց առաքելությունը, քարոզը, նոր կյանքի ավետիսը, որը պիտի տարածեին ամբողջ աշխարհին։ Սրանք այն կարևոր պայմաններն էին, որոնցով ավելի այդ քարոզը պիտի հասներ յուրաքանչյուր մարդու սրտին։ Մյուս դեպքում, եթե մարդը ունի կամք, այս դեպքում իր հավատքը ամուր է,
Երբ որ մարդը ազնիվ աշխատանքով է իր օրվա հացը վաստակում, այս դեպքում մարդու հավատքը ճշմարիտ է։ Երբ որ մարդը հասարակ եւ պարզ կյանքով է ապրում, իր հավատքը կրկին պարզ է։ Այս դեպքում արդեն հավատքի դրսևորման առումով նորից կարևոր պայմաններ ենք մենք մատնացույց անում։ Ամուր հավատք, պարզ հավատք եւ ճշմարիտ հավատք։ Այսինքն հավատքի ամրությունը, ճշմարտությունը, պարզությունը ամենակարևոր պայմաններից էին, որպեսզի առաքյալները կարողանային ամբողջ աշխարհին քարոզեին եւ վկայեին ճշմարտության մասին։ Այսինքն այն ինչ որ առաքյալները պիտի հետո քարոզեին, իրենք դարձան այդ արժեքների կրողները, իրենք այդպիսին էին, եւ դրա համար Քրիստոս ընտրեց այս հասարակ ձկնորսներին, պարզ աշխատավոր մարդկանց, որպեսզի կարողանային այս առաքյալները իրենց այդ արժեքները օգտագործեին եւ իրենց իսկ սեփական օրինակով քարոզ լինեին, քարոզիչները լինեին Քրիստոսի եւ ավետարանի ճշմարտության։ Հետևաբար մեր կյանքի համար շատ կարևոր պայմաններ են սրանք նաեւ։ Երբ որ մենք առիթ ենք ունենում անդրադառնալու առաքյալների օրինակին, նրանց հավատքի ամրությանը, պարզությանը, այս արժեքներն էին, որ գալիս են վկայելու այն մասին, որ իրականում 12 հոգի մարդիկ կարող էին ամբողջ աշխարհը շուրջ տալ, կարող էին ամբողջ աշխարհը փոխել, ինչ արեցին Քրիստոսի առաքյալները։ Առանց հոգևոր այս որակների, հոգևոր այս արժեքների նրանց մոտ ոչինչ չէր ստացվի։ Ինչպես որ չէր ստացվում այն շատ ու շատ իմաստունների եւ ճարտասանների պարագային, որոնք ոչ միայն 12-ն էին, այլ բազմաթիվ աշխարհում։ Շատ ու շատ փիլիսոփաներ է տեսել աշխարհը, շատ ու շատ իմաստուններ ու ճարտասաններ, հռետորներ, բարոյախոսներ, որոնք փորձել են ինչ որ բարի բան քարոզել, ինչ որ կերպ աշխարհը փոխել, բայց երբեք նրանց մոտ չի հաջողվել դա անել այնպես, ինչպես որ արեցին Քրիստոսի առաքյալները, որովհետև նրանք ոչ միայն խոսում էին, այլ կրողն էին այդ ճշմարտության։ Իսկ աստվածային ճշմարտությունը սեփական անձիդ մեջ կրելու համար շատ կարևոր պայման է։ Կամքը, ամուր հավատքը, ճշմարտությունը, պարզ հավատքը եւ համբերությունն ու խոնարհությունը։ Սա էր պատճառը, որ Քրիստոս ընտրեց հասարակ պարզ մարդկանցից իբրև առաքյալներ եւ իրեն հետևորդներ, որոնցով եւ Քրիստոս կազմեց իր առաջին եկեղեցին։ Սա նաեւ մի տեսակ խորհրդանշական է այն առումով, թե ինչպիսին պիտի լինի եկեղեցին, ինչ արժեքներ պիտի որևէ եկեղեցական համայնքում կարևոր լինեն եւ առաջնային լինեն։